ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշ Հաքը այսօր ժամանել է Բաքու։ Հաքը երկկողմ քննարկումներ կունենա Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նշենք, որ նախորդին Ջոշ Հաքը Երևանում էր։ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայագետների մրցույթի ամփոփման ժամանակ հայտարարել է, թե փորձեր են արվում վերանայել Հայաստանի պատմությունն, ինքնությունը եւ հայ-ռուսական հարաբերություններն, ըստ նրա այդ պատճառով էլ հիմա ավելի քան երբևէ պահանջված է օբյեկտիվ գիտական վերլուծությունը, թե ինչ են իրենցից ներկայացնում Հայաստանն ու հայ ինքնությունը։ Արտգործնախարարությունից հայտնում են, որ հունիսի 2-ից 3-ը Գորիսի Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունենալու Հայաստան-Ֆրանսիա ապա կենտրոնացված համագործակցության համաժողովը։ Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունն, ասված է հաղորդագրության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցցանցի իր էջում գրառում է արել, որտեղ հայտարարել է, որ Չինաստանը խախտել է երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։ Պորտուգալիայի առաջնությունում հանդես եկող ԹՕՊ ակումբը դիտարկում է Կրասնոդարի եւ Հայաստանի հավաքականի 24-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանի տրանսֆերի հնարավորությունը, հաղորդում է Լագլաբեթը։ Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի լից։